Ողջույն, շնորհավորում եմ Իսպանիայի հավաքականի բոլոր երկրպագուներին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Ես այսօր շատ ուրախ եմ ու ուզում եմ քեզ հետ մի փոքր կիսվել։ Գիտես, 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների այսպիսի եզրափակիչներից մեկում ես իմ ծնողներին չեմ թողել նայել, դե երևի գուշակեցիր, քանի որ ես էի ուզում ծնվել։ Ու չգիտեմ, ֆուտբոլի հանդեպ սերս այդտեղից է եկել թե չէ, բայց գիտակցական կյանքում իհարկե մինչ այդ նայել էի 98 թվականի եզրափակիչ 8 տարեկան հասակում, բայց եկել է 2002 թվականից։ Առաջին խաղը Սենեգալ-Ֆրանսիա հանդիպումներ, այդտեղ բոլորը երկրպագում էին ու հավատացած էին, որ Ֆրանսիան կհաղթի, բայց հաղթեց իրավի Սենեգալը 1-0 հաշվով։ Այդ օրվանից սկսած ոչ մի հանդիպում ես բաց չէի թողնում աշխարհի առաջնության։ Հետո սկսեցի ակումբային առաջնություն նայել։ Լա Լիգա, Ասերիա, Պրեմիեր Լիգա, վայլն ու չգիտեմ, կան ֆուտբոլիստներ, որոնց գնում է իրենց լուսանկարները, գնում է ֆուտբոլի մասին բոլոր թերթերը, ինձ հետաքրքիր նրանց մասին բոլոր նորությունները։ Ունեի սիրելի քառյակ, մինչև վերջերս Ռոնալդինյոն իհարկե մտնում էր այդ որպես հրաշագործ ֆուտբոլիստ մտնում էր քառյակում, բայց մի փոքր ավելի հիասթափվել եմ, երևի դու էլ ես հասկանում ինչի։ Իսկ սիրելի եռյակում մնում է Կասիլիասը, Իկեր Կասիլիասը Իսպանիայի դարպասապահ, Ռոնալդոն, բայց ոչ Քրիստիանոն, այլ Լուիս Նազարիո Ռոնալդոն եւ իհարկե Դեյվիդ Բեքհեմը։ Ինչպես գիտես, բոլորը հիմնականում աղջիկները սիրում էին Դեյվիդ Բեքհեմին, բայց ես սիրում էի նրա երկար ու գեղեցիկ փոխանցումները։ Իկեր Կասիլիասի հանդեպ չգիտեմ, ֆուտբոլային այդ մեծ սերը այնքան շատ էր, որ ես ինքս էլ որոշեցի, որ պետք է դարպասապահ դառնամ։ Մինչև որոշակի տարիք այդպես չէի կարող որպես մասնագիտություն ընտրել դա, չգիտեմ, որովհետև փոքր աղջկա համար դառնալ ֆուտբոլիստ ու միայն այդպես, այն էլ Հայաստանի Հանրապետության համար մի փոքր ապագայի խնդիր կար։ Բայց երբ որ արդեն ես ունեի իմ կայուն աշխատանքը, շուրջ 2-3 տարի առաջ ես սկսեցի զբաղվել ինքս ֆուտբոլով։ Այսօր էլ իմ համազգեստով եմ, թիվ 1 համազգեստով ու դարպասապահ։ Ինչի դարպասապահ, որովհետև ոգեշնչվել է, ինչպես ասացի, Իկեր Կասիլիասից։ Ես իրականում այդպես հրաշալի դարպասապահ չեմ, հրաշալի չեմ խաղում, ունեմ ճիշտ է լավագույն դարպասապահի գավաթ, որ վիդեոներից մեկում դու տեսել ես, բայց այն մակարդակը չէ, ինչ իրականում կուզեի խաղալ։ Միգուցե տարիքային է, միգուցե նրանից է, որ սպորտով շուտ բանից չէի զբաղվել, երևի թե պետք էր ավելի վաղ սկսել, եթե ինչ-որ մի բանի ուզում էի հասնել, բայց այս մրցանակը ստանալուց, չգիտեմ, այստեղ մեկտեղվել էր իմ ցանկությունը, իմ հոբբին, աշխատանքը ֆուտբոլում։